Հայաստանը առանցքային այն հիմքն է դրել ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար, ամբողջ տարածաշրջանի հույսի համար։ Շատերը երկար ժամանակ մտածում են, որ Հայաստանի ճակատագիրը միայն հնարավոր է Ռուսաստանի հովանավոր թևի ներքո։ 2020 թվականի պատերազմը, այն ինչ որ դուք ապրեցիք, այն ողբերգությունը, որ շատ ընտանիքներ վերապրեցին, տեսան, որ դա այն հովանավորությունը չէ, ինչպիսին որ շատերը պատկերացնում էին։ Տեսանք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանին և հասկացանք, որ այդ երազանքները իրականություն չեն։ Եվ բոլորը կարծես սովորել էին, որ նա պետք է լինի տարածաշրջանում հովանավորը, որովհետև հարավային Կովկասը կարծես պետք է միշտ պաշտպանվի ինչ-որ մեկի կողմից։ Իսկ Հայաստանի պահը եկավ ապացուցելու, որ կա ժողովրդավարական ճանապարհ, որը որ դուք սկսել եք հենց 2018 թվականից, այսինքն խաղաղությունը, որ ընտրել եք, իրատեսական է, եւ որ դուք դրա դերակատարն եք, եւ որ բարգավաճությունը հնարավոր է առանց կայսրությունների միջամտության։ Երեք այս վերջին տարիների ընթացքում դուք ապացուցել եք այս փաստը։